Արդեն որորդ անգամ իմ աշխատող ընկերուհիներից լսում եմ, որ իրանց տնօրենները ստիպում են, որ իրանք վիդեոների մեջ նկարվեն։ Ինչը ավել գումար չտան բլոգերներին։ Աշխատավարձը 3000 դրամ, ընդունվել ես որպես վաճառքի մենեջեր, բայց կատարում ես տարբեր պարտականություններ այդ 3000 դրամի դիմաց։ Մաքրություն, վաճառքը, կասիր ես դառնում։ Այդ ամեն ինչին ավելանում է նաև, որ պետք է վիդեոների մեջ նկարվես։ Բացի դրանից ահավոր անմարդկային պայմաններ, օրինակ աշխատում ես 10-ից 10, բայց ունես պերերվի ընդամենը 1 ժամ, կարան հեռախոսը ձեռիցդ վերցնեն, չեն ասում 24-ի 7-ի վրա պետք է աշխատողը հեռախոսի մեջ լինի, բայց հեռախոս ձեռքից վերցնել։ Կատարում ես տարբեր աշխատանքներ անմարդկային պայմաններով ընդամենը կոպեկների համար, ու մի հատ էլ թազա բան է հելել։ Պետքա վիդեոների մեջ այդ խեղճ աշխատողները հելեն, ուզեն թե չուզեն։ Եթե աշխատանքդ քո համար թանկ է, գիտես ինչ կա, պետքա վիդեոների մեջ նկարվել։ Ինչի է Հայաստանում սենց պահանջները շատ, բայց երբ որ հերթը հասնում է աշխատավարձին, աշխատավարձը ուշացնում են։ Ոստացած աշխատավարձը չեն բարձրացնում։ Ամ չգիտեմ, դու 18 տարեկանից գնում ես աշխատանքի ընդունվելու, բա մեզ պետք է որ 10 տարի ստաժով աշխատող լինի։ Ես ոնց այդ ստաժը ձեռք բերեմ, եթե դուք ինձ աշխատանքի չեք ընդունում։ Կամ գալիս եմ քո մոտ ընդունվելու մի գործով իմ վրա 10 հատ գործ ես բարդում, որ ավել աշխատող չվերցնես,